Միայն Սամվել Կարապետյանի օրինակով, որովհետև այդպիսի հեղինակավոր մարդ ամբողջ աշխարհում հայտնի, տարբեր երկրներում ներդրումային ծրագրեր ունեցող բիզնես։ Ոչ միայն դա է կարևոր, ներողություն եմ խնդրում, ոչ միայն կոնկրետ Սամվել Կարապետյանի հեղինակությունն է կարևոր, որովհետև իրականում այո, նա նաև բարերար է։ Եթե Հայկ բարերարի նկատմամբ այդպես է վերաբերմունքը, առավել եւս որ եթե նայում ենք օրինակ այսօր ինչ է կառավարությունը սեղանին դնում, ասում է վատ է կառավարվել հեծը։ Ինչպես ենք դա հիմնավորում։ Ես որպես քիչ թե շատ ֆինանսներից գլուխանող իմ համար շատ կարևոր է ֆինանսական ցուցանիշները։ Ես ֆինանսական ցուցանիշների հետ մի փոքր աշխատելով կարող եմ ձեզ ասել, երկու ընկերություն կա, մեկը ենթադրենք մի ձև է կառավարում, մյուսը այլ ձև։ Ոնց կարող ենք փաստել ֆինանսական ցուցանիշները դա իր մեջ արծարծում է։ Օրինակի համար նույն հեծի մասով միջև Սամվել Կարապետյանի թիմի ստանձնումը Ռայո ԵՍ-ի կողմից կառավարման տարիներին եղել է բացասական, նկատի ունեմ վնասով է աշխատել։ Եվ այդ վնասը բնականաբար ընկել է հասկաբնակության ուսերին։ Սամվել Կարապետյանի թիմից հետո այդ իրավիճակը շտկվել է, երբ որ ստանձնել է, հետեւաբար եւ դա նորից եմ ասում, ես չեմ ասում, դա ուղղակի պետք է վերցնել աուդիտ անցած, ընդ որում համաշխարհային 4 քառյակի մեջ մտող ընկերություններն են աուդիտը իրականացնել, նրանք հավաստել են, որ այդ ֆինանսական ցուցանիշները ճշմարտությունն են ներկայացնում։ Իսկ մենք տեսնում ենք, որ 15 թվականից այս կողմ մինչև 24 թվականը հեծը միշտ եղել է շահութաբեր բացառության 1 տարին, այն էլ բացատրվում է 20 թվականը։ Պատերազմը։ Այո, պատերազմ եւ պանդեմիա է եղել։ Ընդ որում այդ գումարներն էլ երբ որ նայենք, եթե մեղադրում ենք Սամվել Կարապետյանի ինչ որ գումարներ փոշիացնելու մեջ, պետք է նայենք նաեւ այլ ֆինանսական հաշվետվություն, կանխիկ հոսքերի հաշվետվություն, այդ գումարները հիմնականում ներդրվել է ֆիզիկական ենթակառուցվածքով։ Դե հիմա ընդ որում ներդրում չեն անում, բայց քանի որ հետից խոսեցին, հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովում նիստ արեցին, հա, մի թատրոն բեմադրվեց, նպատակը հետագայում ինչ որ իմաստով հասկանալի դարձավ, հա, որպեսզի հիմնավորեն, թե այսպես ասած, ինչու են գցում Կարապետյանին եւ ժողովրդի ցավոք ժողովրդի մի հատված կերել է այդ կուտը իշխանությունների տված, իբրև թե ազգայնացնում են ժողովրդին են տալիս։ Փաշինյանը ինքը իր բերանով այլևս հայտարարեց, որ դա հա տրվելու է մասնավորին, օտարերկրյա մասնավորին, այդ օտարերկրյան դեռ կհասկանանք ինչ է, որովհետեւ ռուսվերի լուծաբան Անդրեյ Արեշևը մի հոդված էր գրել, նշելով, որ վաղուց են դա պլանավորում իշխանությունները Փաշինյանը, որպեսզի թուրքական ընկերության տան, էներգետիկայի ոլորտում գործող թուրքական ընկերության տան։ Սրա մասին էլ կխոսենք, բայց ամբողջ խնդիրն ինչ է։ Ռոմանոս Պետրոսյանը, կառավարիչը Փաշինյանի նշանակած, ասում է, որ հեծի գնի մեջ էր մտնում նաև լիցենզիան։ Եվ քանի որ հանրային ծառայությունները կարգավորող այդ հանձնաժողովը հեծին զրկել է լիցենզիայից, նշանակում է լիցենզիայի գինը պետք է դուրս գա հեծի գնից։ Այս կներեք էլի, այս որի երկրից են վերցրել, որտեղ են կարդացել սենց բան։ Այսինքն իրանք մտածում են, որ պիտի գնահատեն հեծը, բայց առանց լիցենզիայի պիտի հեծը գնահատեն, հա, ու առաջարկեն, որ գնեն ուրիշները։ Լիցենզիան դա գործունեության հետ կապված բան է։ Իրականում երևի թե ինչ-որ միտեղ իմիջիալոց դա ոչ միակ թերությունը չի, որ հայտարարություն է կատարվում, նմանատիպ օրինակ սխալ հայտարարություն ա կատարվել, որ տարօրինակ է, որ հեծի ռեյտինգը շատ ավելի բարձր է, քան երկրի ռեյտինգը։ Ես իրանց ուզում եմ տխրեցնեմ եւ ցանկալի կլինի, որ նրանք մի փոքր ավելի շատ ընթերցեն համաշխարհային պրակտիկայում, դա բազմաթիվ դեպքեր կարող են լինել, որ տնտեսվարողը նույն ընկերությունում, նույն երկրում լինելով ավելի բարձր ռեյտինգ ունենա, այնտեղ գիտեք մոդելները, եթե բացենք օրինակ Standard & Poor's-ի կամ Moody's-ի վարկանշման մեթոդոլոգիայի մեջ նաև կա մի թեզ, թե դու ինչպես ես կառավարումն էլ է կարևոր։ Ես մեկ այլ օրինակ բերեմ, ես մի քանի անգամ դրա մասին հիշատակել եմ, օրինակ Սևծովյան բանկը, որը որ միջազգային ֆինանսական կառույց է, ունեցել է մշտապես շատ ավելի բարձր ռեյտինգ, քան իր հիմնադիրներն են։ Ռուսաստան, Թուրքիա, ենթադրենք Ադրբեջան, Հայաստան, Հունաստան, ընդ որում գտնվելով իր գլխամասը Հունաստանում, եթե ասենք, որ երկրի հետ ենք բանում, նորից էլի ունեցել է շատ ավելի բարձր ռեյտինգ, երբ որ օրինակ 2010 թվականից հետո Հունաստանը իջեցվեց էապես ճգնաժամի ժամանակ ռեյտինգը, Սևծովյան բանկի
ռեյտինգը փոփոխության չի ենթարկվի, հասկանաք, դա սա ուղղակի մոտեցումներ Բայց հիմա իրենց նպատակը, հա, իրենք ինչ են ուզում անեն, ուզում են վաճառեն ինչ-որ մեկին, հա, բնականաբար Սամվել Կարապետյանը վստահ եմ չի վաճառի դա, չի համաձայնվի, խլելու են։ Հիմա իրենք պիտի գնահատեն դա, չէ՞։ Դա պարտադիր է, որովհետեւ ու իրենք ուզում են գնահատեն առանց լիցենզիայի։ Դա թույլատրելի է, դա նորմալ է։ Դա չէ, ես ասեմ դա նորմալ չէ, որովհետև ընկերությունը պետք է գնահատվի, եթե չկա լիցենզիա, նշանակում է այդ գործունեությամբ չի կարող զբաղվել։ Իսկ եթե իր կանխիկ հոսքերը հիմնականում հոսանքի այդ վերաբաշխումից ստացված եկամուտն է, բնականաբար ես ինչ որ դժվարանում եմ պատկերացնեմ, թե առանց լիցենզիա ինչ է նշանակում հեծ, որովհետև հեծը սովորական ընկերություն չի։ Հեծը համակարգաստեղծ ընկերությունը եւ կարեւոր հենց դրա համար է գտնվում է սահակների կարգավորման հանձնաժողովի վերահսկողության ներքո։ Դրա համար առանց լիցենզիայի դա ինչ որ խոսել դրա մասին, ինչ որ դա տարօրինակություն է, որովհետեւ դու երբ որ բիզնեսը գնահատում ես, դու գնահատում ես իր բիզնես գործունեությունը։ Եթե չկա լիցենզիա, որը որ չի թույլատրում քեզ զբաղվել այդ գործունեությամբ, ինչ որ մեկը իրենք պետք է այդ դեպքում բացատրեն, կարող է օրինակ ямар տեսականորեն այնպես լինի, որ նույն գործունեությամբ զբաղվի երկու ընկերություն, մեկը լիցենզիայով, մեկը առանց լիցենզիայի։ Եթե իրանք դա են ասում, դա նշանակում է իրանք տրամաբանորեն ասում են, որ այո, այդպես կարող է լինել, կարող է լինել ոչ թե մեկ հեծ, այլ երկու հեծ, մեկը կարող է ունենալ լիցենզիա, մյուսը ծիծաղելի է թվում։ Աբսուրդ է։ Պարոն Արամյան, իսկ օրինակ ենթադրենք մարդը սեփականատերը գտնվում է քաղաքական հետապնդումների արդյունքում գտնվում է շինծու գործերով, շինծու մեղադրանքներով մի նախադասություն արտաբերելու համար գտնվում է բանտում։ Ինչ բառով նկարագրենք այն գործընթացը, որը անում է իշխանությունը, ասելով հերիք չի խլում է, ասում է կգնահատենք, հա, ու դու պիտի վաճառես։ Եթե չվաճառես, էլի խլելու ենք ու տանք ուրիշին։ Այս process-ի անունը ինչ է։ Սա ինչ է։ Դա աշխարհում ոնց են նայելու սրան։ Դա իրականում հենց խլում է դասական առումով, ասում է take over տերմինն է միշտ օգնում, երբ որ ընդ որում տնտեսագիտական ժարգոնով կա նաև predatory takeover, գիշատիչի խլում հասկացությունը, որի դեպքում ասենք դու առանց կանոնների դու ուղղակի քեզ համար հորինում ես պատմություն եւ ուղղակի դա վերցնում ես քո հսկողության ներքո։ Եթե մենք ուշադրություն դարձնենք օրինակ հեծի ամբողջ պատմությունը, գիտեք, տարակուսելին ինչումն է, որ սկզբում նույնիսկ իշխանության թևերը օգտագործում են ազգայնացում թիմ տերմինը, կհիշեք։ Հետո դրանից հետո նրանք ամենայն հավանականությամբ, ընդ որում շատ բարձր մակարդակով, այդ թվում նաև ես լսել եմ իմ սեփական աղբյուրում նույնիսկ արտադրության նախարարն է այդ տերմինը օգտագործել։ Ես չի ասի, որ օրինակ ամենինք ուղակի չի տիրապետել, ուղակի դա անակնկալ ելնելով, երբ որ շրջանառության մեջ է միջակուսանող է նաև եղել։ Երբ որ եղել է շրջանառության մեջ է դրվել ազգայնացում տերմինը, ավտոմատ ինքը դա էլ օգտագործում էր հետո, բայց երբ որ նայում ենք մեր իրավական ակտերը, այդ թվում նաև ներդրումների պաշտպանության օրենքը, նույն կամ եղել է նաև համաձայնագիր Կիպրական եւ Հայաստանի Հանրապետության կառավարության միջև, այնտեղ սևը սպիտակի վրա եւ այդ դա ընդունված նորմ է, ազգայնացումը արգելված է։ Այնտեղ, որտեղ ազգայնացումը դա ուղղակի նշանակում է խլում, առանց փոխհատուցման։ Այնտեղ ուղղակի թույլատրված է արգրավում եւ բռնագրավում տերմիններն են օգտագործվում, որի արդյունքում դու անպայման պետք է փոխհատուցում տաս։ Սա պարտադիր նորմ է այդ մասով։ Դրա համար հիմա արդեն իրենք ընկել են գնահատումների մեջ։ Իդեպ հեծը այդ թիվը արդեն դրել է սեղանին $500 միլիոն նա գնահատել է։ Ես չի կարծի օրինակի համար, որ դա իրատեսական գումար չի, իհարկե ժամանակս որների ես ինքս կփորձեմ business valuation-ը, բիզնեսի գնահատում անենք, այնտեղ տարբեր մոտեցումներ կան, հա, ինչպես դու կարող ես գնահատես, բայց ուղղակի զուտ նայելով իր կանխիկ ում գնահատումն է ընկերության հեծը ինքն է այդքան գնահատել։ Սամվել Կարապետյանի թիմն է $500 միլիոն դա շրջանառվեց, այլո 500, ես չէի դրա համար ասում եմ դա շատ մեծ գումար չի, անկեղծ ասած, այդպեսի համակարգ ասած, զուտ նայելով ուղղակի իր շահույթին, իր կանխիկ հոսքերին, իր ռեյտինգին եւ այլ, հա, որովհետեւ դու ամենալավագույն մեթոդը բիզնեսի գնահատման դա դիսկոնտավորված կանխիկ հոսքերի մեթոդն է, լավագույն ցուցանիշը ինքը դա է։ Իսկ ինչ է նշանակում, երբ որ հեծը որպես ռազմավարական օբյեկտ, հա, մեր համար կարևորագույն օբյեկտ, որոշեն
թուրքական ընկերության վաճառել, Դա նշանակում է կամ դու արդեն նույնիսկ ընկնում ես- կներեք, կամ նույնիսկ օրինակ ասենք կարող է ինչ որ արևմտյան որևէ երկրում գրանցված, կարող է օֆշորում գրանցված, ինչ որ արևմտյան փաթեթավորման, բայց իսկ իրականում թուրքական ընկերության տան։ Սա մեր երկրի անվտանգության տեսանկյունից ինչ է Գիտեք, նշանակում։ ես կասեի, որ այդքան խնդիր ես չէի տեսնի ընդհանրապես բիզնես այդ միջավայրի մեջ, առավել եւս հեծը երբ որ կարգավորման դաշտում է։ Բայց կա մեկ բայց, հասկանում եք, երբ որ ընկերությունը սովորաբար ամբողջ աշխարհում, եթե նույնիսկ նայեք Ամերիկայի Միացյալ Նահանգները, դա այդպեսին է, քաղաքականը ամեն դեպքում ինքը սերտաճում է տնտեսական, դու չես կարող դա ուղղակի իգնոր, ասենք, անտեսես։ Ասենք օրինակի համար արդյոք Միացյալ Նահանգների կառավարությունը կամ անտեսում է օրինակ չինական ընկերությունների ներկայությունը, տեսնում եք ինչպեսի, ասենք, Տրամպի վարչակազմը 180 աստիճան ուղղակի փոխել է մոտեցումը, որտեղ ազգային այլևս խնդիրներ են ունենում։ Ասելս նա է, որ գիտեք, եթե մենք նայում ենք Թուրքիա, Ադրբեջանի ռիտորիկան ինչպիսին է, օրինակ, նույն ձևով օրինակ չենք տեսնում Թուրքիայից սահմանների բացումը, ասենք բարի կամքի դրսևորումը, որպեսզի հասկանանք ենթային արդյոք իրանց Չէ, ասում եմ Ադրբեջանի բոլոր ցանկությունները կբավարարես, Հայաստանն կմտածեմ բացեմ, թե չէ։ Դրա համար այդ տեսանկյունից, եթե մենք նայում ենք օրինակ վտանգներ կան, այո, վտանգներ կան, որովհետև հասկանում եք, Եթե թուրքական ընկերություն է քաղաքական, այո, դա նշանակում է, ասենք, նրանց լծակները քո նկատմամբ շատ ավելի մեծանում է։ Շատ, եթե մի ժամանակ օրինակ միայն ենթադրենք սահման փակելով էին քեզ ճնշում, հիմա նաև կունենան էներգետիկ բանալիները կան իրենց ձեռքում եւ այլ եւ այլը։ Ես ինչ եմ ուզում ասեմ, իհարկե մենք ինքներս մենք չենք, կառավարությունը շատ է տնաթմ կառում խաղաղություն եւ այլը, ես ուզում եմ հղում կատարեմ, հենց վերջերս շատ շրջանառվեց նույն Թրամփի այդ իրենց ԱՄՆ-ի արտաքին ստրատեգիան, ռազմավարական պլանը, անվտանգության ռազմավարությունը, ընդհանրապես 33 էջանոց փաստորեն, այնտեղ սևը սպիտակի վրա նույնիսկ Ամերիկայի նման երկիրը շատ հստակ տալիս է, որ մենք չպետք է մարտնչենք Չինաստանի հետ։ Չինաստանը համար առաջի խնդիրներից մեկն է։ Մենք պետք է դիտել, մենք պետք է զսպենք Չինաստանը եւ այս զսպման միակ գործիքը, որ մենք ավելի հզոր եւ ուժեղ լինենք։ Նույնիսկ ալյանսի մասին է խոսում։ Այո, Միացյալ ալյանսի եւ նրանք դրա մասին ասում են, որևիցե պայմանագիր, որևիցե բան չի կարող զսպման մեխանիզմ լինել, եթե Միացյալ Նահանգները հզոր չէ։ Ես դա հիմա պրոյեկտում եմ, գիտեք, ես կարծում եմ մանկամտություն է ուղղակի խոսել, այսպես ասած, խաղաղության մասին, եթե դու ամբողջությամբ բոլոր խաղակարտերդ բացել ես եւ այդտեղ միակողմանի խաղ է գնում։ Ես շատ լավ հասկանում եմ, խոսալը շատ ավելի հեշտ է, քան իրականում գործելը, Սատիկ ջան, դա էլ եմ հասկանում, որտեղ ինքս կառավարությունում եղել եմ։ Բայց կա մեկ բայց, լավագույն տարբերակը, որպեսզի դու կարողանաս քիչ թե շատ դիմակայես դիմացին, պետք է գոնե նրանց հետ դնես արժանի մարտիկներ, հասկանում եք, եւ այդ մարտիկները դա քո քաղաքական պոտենցիալն են, քո մասնագետներն են, այն մարդիկ, որոնք ունակ են բանակցելու, այն մարդիկ, որոնք ունակ են խնդիրները առաջ տանելու եւ այլն։